նշանի տակ են վերցրել այն արժեքները, որոնք մեզ որպես ազգ պահում են եւ հենասյուններն են մեր, դա մշակույթն է, դա սփյուռքն է, դա հեղափոխական Սուրբ Եկեղեցին է, հավատն է եւ այլն, այսինքն այն ինչ որ մեզ միավորում է, այս իշխանությունները հերթով դրանք չեզոքացնում են։ Տեսեք, հենց եկան իշխանության առաջինը Սփյուռքի նախարարությունը հանեցին արանքից, ոչնչացրեցին, ձևական մի ինչ-որ բան թողեցին։ Հետո Արցախի հարցներ, այսինքն սկզբից թվում էր թե ինչ-որ Արցախի հետ կապված ինչ-որ դրական բաներ են ասում, բայց պարզվեց, որ այդ ուղղակի ասվում էր, որպեսզի հետագայում պրոբլեմը առաջանա։ Այսինքն Արցախի հարցն էլ լուծում ստացավ, իրենց ճակերտավոր ասած, Արցախն էլ հանեցին։ Հիմա հերթը հասել է մեր առաքելական Սուրբ Եկեղեցուն եւ խնդիրը եկեղեցու հետ է կապված։ Այդ որ մարդիկ խոսում են, ասում են բան, ինչ-որ մտավոր բաներ կան, հոգեվորականներ, որոնք օրենքը խախտել են բան, դա այնքան անլուրջ է, ու այդ տեսակետից բոլորի վրա ինչ-որ բան կարելի է սարքել, այսպես ասած, եւ ցանկացած քաղաքացու վրա դա կարելի անել։ Հետևաբար դա անլուրջ է եւ բուն խնդիրը եկեղեցու դեմ պայքարն է։